Squirrel կաթսը է, այս տակից, այս է շուրակաթ։ Մեջը, սենց լույսով ծույս տամ։ Ճիշտ ասած, այս կողմից էլ էր թե եթև կաթում։ Ձախ կողմից։ Հա, որ լրիվ անջատում եմ։ Հա, ձախ կողմից էլ է կաթ։ Այդ որ նորից ուսկեմ անում, այդտեղ թրջում էր, էլի։ Այստեղից թրջվում է իջնում է ներքև, բայց շատ շուտվանից հա կաթած է, սաղ տակը ժանգոտել է։ Այս ջուր կաթալուց մի թողեք երկար կաթա, որտեվ բոլտերը սաղ հստեղ լավ ենք, բարձ է ժանգոտած չի, բայց բոլտերը ժանգոտում է, ով էլ չենք կարում քանդենք։ Այս ապտի ձախ կողմը չի երևում։ Կարող է ստեղից է թողել, ստեղ է սալնիկն էլ կփոխենք, հեսա վերևն էլ մի հատ բացենք, հասկանանք։ Չէ, վերևը ջուր չկա։ Սրա սալնիկից կարող է թողած լինի, կփոխենք։ Այս կողմը չի երևում ջրի տեղ։ Հա, եղավ։ Ասում են ձախ կողմից էլ է կաթած է, բայց ձախ կողմում ջրի տեղեր, հին ջրի տեղեր է։ Այն այս ավերը քաշեմ կերևա։ Երևի երկրորդական ռադիատորի արանքից է թողել։ Հիմա չի թողնում, որ հեսա քանդելու ենք, տեղ կփոխենք իրար սալնիկները նորը դնենք։ Ստե նասոսը քանդվելու է, ստեղից ներքևից տակից։ Ընթացքը չգիտեմ կարամ, համ նկարեմ, համ գործ անեմ, կարող է չստացվի, բայց նայեք ջրի տեղերը այս տեղից իջնում է, այս պատով իջնում է ներքև, հավաքվում է, թողում է։ Երևներն էլ նորմալ է, ջրի տեղեր չկա։ Նկացն կանջատենք։ Կանջատենք ու կսկսենք մեր գործը, նախ անջատում ենք։ Ջրի մուտքի վինտիլը փակում ենք, աչից երկրորդը։ Այս վինտիլն էլ խնդիր ունի։ Այս վինտիլը խնդիր ունի, տեղյակ կպահենք իրենց, պտտելը շուր է թողում, լավ էլ ջուր է թողում։ Փակում ենք կռանթից, բացում ենք տաք ջուրը ու բացում ենք այս ճնշման վինտիլը։ Կռանթից սկսում է ջուր գալ ու կաթսայի ճնշումը ընկնում է։ Փանարիկն անջատում, որ գոնե զարյատկան հերիքի։ Կաթսան անջատում ենք նաև հոսանքից, որ նասոսն էլ անջատվի, գծից ջուր չքաշի։ Դատարկում ենք կաթսան այս տարբերակով, նորից սենց ասեմ, որ հիշեք, աչից երկրորդը, սկյուրիկների մոտ, մեծամասնության կաթսաների մոտ տենց աչից երկրորդը, սառը ջրի մուտքը փակում ենք, ճնշում տալու վինտիլը բացում ենք, կռանթից տաք ջուր ենք բացում, ճնշումը ընկնում է, այսին ավսյակի, որ ճնշումը բարձրանում է, կարակ տենց իջացնեք, բայց ամեն կաթսա չի, որ տենց իջնում է, ճնշման փականներ կա, որ պրուժինով է մեջը, դուք որ այդ տարբերակով անեք, այդ պրուժինը չի թողնում, որ կլապանի նման աշխատում, էլի չի թողնում, որ բացվի, ճնշումը չի ընկնի։ Իսկ այդ ջուր կաթալու համար բոլոր կաթսաներին ցանկալի չի թողել երկար ջուր կաթա, նայեք, ստեղ այս վինտը արդեն ժանգոտել է, ստեղ կաթսայի տակը սաղ ժեշտերը ժանգոտվել են, ցանկալի չի թողել երկար, որ հետո խնդիր չունենաք, քանդելուց խնդիր է տալիս, դեպքեր ալնում, որ չի լինում տեղում քանդել, ստիպված կաթսան հանում ենք, տանում ենք մեր մոտ արհեստանոցում, ծակելով, կտրելով, տանջվելով հանում ենք, հենց որ հենց կաթսայից ջուր է թողում, ցանկալի է շուտ դեմն առնել։ Հիմա քանի որ չեմ կարա լուսախ վիդեոյով ցույց տամ, հերթականությունով ասեմ ինչ ենք անելու, քանդելու ենք այս վերևից, քանդելու ենք ստեղից, հանելու ենք այս
պաղող շպիլկաները ներքևինն ու վերևինը։ Մի հատ այս ներքևը կա, հեն է երևում է։ Մի հատ ստեղ կա նասոսի տակից ձգած է 2 հատ վինտ, դրանք ենք քանդելու ու նասոսը ընդհանուր հանելու ենք իր տեղից։ Նասոսը հանելու ենք, նասոսի մեջի մասը մաքրելու ենք, թազա ռեզիններ ենք դնելու, նորից հետ հավաքենք։ Կփորձենք մի հատ այս վինտն էլ քանդենք, եթե քանդվեց երկրորդական ջերմափոխանակիչի, այս կողմից էլ ջուր թողել հենա ջրի տեղեր է երևում։ Երկրորդական ջերմափոխանակիչի ռեզիններն էլ նորով կփոխենք, նոր կհավաքենք, որ ջրի կաթոցի խնդիր չլինի։ Ընթացքը ճիշտ ասած չեմ կարա նկարեմ, համ հեռախոսի զայրետկան չի հերիքի, համ մի ձեռով չեմ կարա այս անեմ էլի մի քիչ խառնավոր մի ձեռով անեմ, ժամերով կտևի իմ գործը, ուշ ժամել է, դրա համար ցանկալի է շուտ անենք, վերջացնենք, մենք էլ գնանք հանգստանալու։ Ամեն դեպքում հիշեք կաթսայից ջուրակաթում շուտ դիմում եք ձեր մասնագետին, ջրի դեմն առնում եք, որ հետագայում աշխատելուց կաթսայի վրա խնդիրներ չլինի։ Դեպքեր ալնում, որ շատ ժանգոտած ալնում, սկի չենք անում այդ գործը, ասում ենք չենք կարա, չի ստացվի, նույնիսկ չենք փորձում տանել արհեստանոց, որովհետև տանջանքա, դետալներ պետք է ջարդվի հանելուց ու տենց լիքը բաներ, չենք անում շատ ժամանակ, բայց ցանկալի է շուտ դեմն առնել, որ տենց չժանգոտվի, կոռոզիայի չենթարկվի ու քանդելուց հեշտ լինի։ Շնորհակալություն մեզ հետևելու համար, լայքեք, եթե հարցեր ունեք կոմենտարիայով գրեք։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։